Այսօր ցավով նշում եմ, որ գտնվելով մեր այս սրբավայրում հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ տեսնում ենք այս իրավիճակը, որ իշխանությունների ցելքը նույնպես հասել է այստեղ եւ ես խիստ կասկած ունեմ, որ մինչեւ ապրիլի 24-ը այս նորոգման աշխատանքները ավարտին կհասցնեն, երևի նաեւ գիտակցաբար չհասցնեն։ Եվ նաեւ ասեմ, որ այսօր մենք հավաքվել ենք այստեղ երկու օր առաջ մեր վարչախմբի պարագլուխը ասաց, որ 4-րդ հանրապետության մեկնարկն է սկսում, ուրեմն եւ պիտի ասեմ, որ դա նույնպես համոզված եմ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական պահանջն է եւ որպեսզի սահմանադրությունը հաջող անցկացնի, ենթադրյալ պատկերացնել, որ կա 4-րդ հանրապետություն, ուրեմն պետք է այդ նոր հանրապետությունը ու նաև նոր սահմանադրություն։